Բաղը ոչ մի գործ չունի, հարատ գործերի նախարարն է մոդել։ Դարպեսական համար 31 Վաչե Գաբրիելյան, 16 ես փորձում են, հա, հղկելով իրենց վայրպետությունը եւ արդյունքի հասնելով նորաչել Պրեմիեր լիգայի ողին, նաեւ հանդես Խաչատրյանը, խաղի տեսուչն Վարդան Անդրեասյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակ ակումբի ղեկավարությունը մարշչական կազմը համի ճենքերով կարողացան հավաքել ֆուտբոլիստները ցավեցուն են հակագրուները եւ ինչպես նկատում եք Օլիմպիայի խաղացողները հագեցրել են իրենց խաղը մասնավորապես խաղադաշտի կենտրոնը շատ լավ անցել է վտանգավոր պահ եւ աշխատանք ինչպես ասում են հետո Gracias, պատրաստված աշխատանքը ոչ Պատահական ստանդարտների ֆուտբոլիստը քաղաքն առաջ նույնիսկ կասկածել ապեցիչը Ալեքսանդրյան Գեղեցիկ են խաղում կնդակը անցումը կա ոչ կարպասապա մանկապատանեկան թիմերը նույնպես հանդես են գալու Նորից խաղացողները փոխանցում են ոչ մեկ կտանգավոր ստացած նպատակներ կան եւ հիմա ես կտանգավոր փոխանցում է հետևում չհասավ հիմա կնդակում Օլիմպիայի ֆուտբոլիստը ունենալն հենց այս տիպի կտագնողն է ստանդարտ հավաց հետևում պատկեստին պատից հապատի որպես շատ Մտածեցի տեսնեցինը փոխանցում կստարում կասեցում անկանալ հաջող բայց կնդակը շարունակում եմ նորմալի պայմաններ վտանգավոր հայված կատարել Ալեքսանդրյան լավ անցում կարող է լինել մտածի գնան հրապարակ փոխանցում նույնիսկ Պետրոնյանն է կնդակը այս անգամ հայվածին ուստի պես մրցակցին արդեն Բախտել խաղի կանոնները հիմա արձակման արդեն փորձ Օլիմպիան հետևելու ամեն դեպքում կարծում եմ հետևես փոխանցումը դեպի գնան ապարած բայց այդտեղ իհարկե ավելի վտանգավոր շարունակություն կլինի ես մեկ վտանգավոր այո ես ռոքսորա եւ ամենուց արած կարող եմ վստահ Բայց եւս մեկ փորձ արդեն կարողացել երրորդ տեմպով են ցանկում գրել Սխալվեց պաշտպան ոչ առաջի խաղակեսում համապան տեմպը ճիշտ է շատ արագ մերտակում եսավ Չփոխեցնված է հարավանները մեր ռեպորտաժի առաջի խաղակեսի ընթացքում Օլիմպիայի կազմում աչքին կան նախ Ալենպո կազմը հետևյալն է տարպասապա համար 31 Վաչե Գաբրիելյան վտանգավոր պայ եւ տեսնում եք տարպասապա 12 համարի մարզաչափիկով Ռաֆայել Մանասյանը դիտենք այս Կրոմը Օլիմպիան հետ փոխանցում էր կատարում չմիացավ Համլետ Ալեքսանյան համար 13 Աշոտ Ոսկանյան համար 98 Դենիլսոն համար 29 Էնիդոլ Լորենսոն այստեղ հասկում խաղադաշտ կենտրոնական հաղթացում հարված է սատարպասին բավականին մտքում Օլիմպիայի կատարմամբ հետո նա փոխանցումը վտանգավոր պայր բայց լավ փոխանցում է հետևում հարվածը կա ձերքով 11 մետրանոց երկրորդ խաղակեսի մեկնարկում հարված տարպասին եւ ինչպես տեսակ ու ինչպես լսում եք ասած բացառությամբ ընտրվագի երբ առաջի խաղակեսի մեկնարկում սադարապատ երկուսը ունեցավ պլանիկան ես նման երևույթն շատ լավ համապետակցում էին Մանկնանյացված է եւ հավաց հերվից հարվածը կա Օլիմպիայի խաղացողը կարողացավ հասնել տիրել կնդակին եւ պայլան թիմի մոտ նույնիսկ արդեն վտանգավոր կարող է լինել վերջին փոխանցումը նույնիսկ սխալվում է սարդարապատը կայացավ ճիշտ է հետ են ուղարկում կնդակը հիմա սարդարապատ երկուսի խաղացողները եւ կարող է վտանգավոր լինել
փոխանցում է պահանջում հարաբերական երկուսը կողտելու ոչինչ չունի 0-3 հաշվով պարտում է, բայց կարող է հարակակագրով ստանալ հիմա սեփական տարպասիղությամբ գնդակով օլիմպիան փոխանցում է, բայց երևի թե ֆիզիկապես այնքան էլ պատրաստ չէ, այնուհետև ռոշակի օգտացություն հետո նրա գործողություններում Սարադարապատ երկուսի ֆուտբոլիստը Աշոտ Ոսկանյան շատ լավ փոխանցում է դեպի Նարեկ Ալեքսանյան դրանց կասը հասկացանք վտանգավոր են հիմնականում թիմերի կատարմամբ, հետո նա փոխանցումը տարբասապա կորում են դրադելացում փոխանցման սպասելիքով հիմա պոստան փոխանցում կատարած դեպի Լիոն, բայց կարևոր պահային անհատական վրակները խաղացողների Օլիմպիան եւ արժեվում է հաշվի մեջ եւ Ալեքսանյանի անունը պարտադիր չէ տալը, որտեվ նա հիմա թիմի կազմում միակ Ալեքսանյանն է։ Հիմա լավ գրել, լավ փոխանցում է հետևեց, պաշտպանները մի ամուր ջանքեր ուտեցու անգամ փորձեց հիմա փոխանցում կատարել, Ներիկ Ասատյանը երկու անգամ էլ դա չստացվեց, համ կենտրոնով խարկված է գնդակը լավ փոխանցում նորից դեպի Երիկ Ասատյանը։ Անցավ պաշտպանին, հարված է կատարում, կաց Գիլերմե դե Օլիվերա Ժեսուսը հասավ Լորենցոն, բայց Երիկ Ասատյանը ուղղակի երկուսի տարապասում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ տրամաբանական է այն աշխիով, որը հիմա գրանցվում է, ու տեսեք թե ինչքան լավ է խաղում Օլիմպիայի հանգիստ տեմպով ընթացավ, եթե 2-0 հաշվի ժամանակ որից հետո արդեն չկարողացավ շտկել մեջք, ինչպես ասում են Սարդարապատ երկուսը հերվից հարված հատակներ ունի, չեմ ուզում ասել, որ կա տրված առաջադրանք խաղթելու համար առաջին խումբը, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր խաղում թիմը խաղադաշտ է դուրս տալու մի մեղն հաղթելու նպատակով։